այստեղ առաջնայինը պետությունն է, մեզ ոչ թե պետք է եկեղեցի առանց պետության, այլ մեզ պետք է պետություն, որտեղ կլինի եկեղեցի եւ այդ եկեղեցին ուժեղացնի պետությունը, այդ եկեղեցին կլինի վերկուսակցական եւ անկախ այն հանգամանքից թե ով է օրվա իշխանությունը, կլինի դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե մեկ այլ քաղաքական գործչի իշխանությունը, նա պետք է վերկուսակցական լինի եւ նա պետք է միտված լինի պետության ամրացմանը։ Իսկ 21 թվականին մենք տեսանք լրիվ հակառակը, երբ պետությունը որոշել էր չմիջամտել եկեղեցու գործերին, հիշում եք, երբ կար նոր Հայաստան, նոր հայրապետ այդ շարժումը, 18 թվականից հետո պետությունը որոշեց, իշխանությունը որոշեց չմիջամտել, բայց 21 թվականին եկեղեցին այն ժամանակ փոխանակ իր մեջ գտներ ուժ եւ խոհեմություն կանգներ պետության թիկունքին, նա հարվածեց պետությանը թիկունքից։ Եվ ես ասում եմ եկեղեցի, ես նկատի չունեմ ամբողջ հայ առաքելական եկեղեցի, ես նկատի ունեմ եկեղեցու վերնախավը, ես նկատի ունեմ կաթողիկոսին։ Այսա մենք պետք է թույլ չտանք։